Մեր նախորդ թատրոնը նվիրված էր արդեն հայտնի դարձած վոլեյբոլային սկանդալին, եւ այդ կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ ի հայտ եկավ նոր սկանդալ։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին կալանավորվեց հայ-իրանական սահմանով թմրամիջոցներ անցկացնելու պահին։ Այս դեպքից անմիջապես հետո բազմաթիվ լրագրողներ փորձեցին կապվել նախարարի հետ, սակայն նա հեռախոսն անջատեց եւ անցավ ընդհատակ։ Եվ այսպես, խորը դեպրեսիայի մեջ Յուրի Վարդանյանը գալիս է տուն, պատրաստվում է հանգստանալ, երբ արթնանում է նրա խիղճն ու մի շարք հարցադրումներ անում։ Շեֆ ջան, բա այդ ոնց ստացվեց, որ որդիդ բռնվեց այդ գործի վրա։ Տուսուս մազիս պրձանք, տաղիս մաքսանենգության գործը բացահայտված էր դեր իրանական սահմանին, պրոստը պարսիկները չուզեցին մեծ աղմուգենեն, որովհետև բռնել էին ոչ ավել ոչ պակաս իմ տաղիս։ Դիգել ասենք իրանց օրենքներով կախաղան կերտար, բայց դե դու էլ լավ գիտես, որ հայ նախարարի տաղին կախելը Պարսկաստան մոտ քեշտ գործ չէ։ Այդ դեպքում ինչ պետք է անել, շեֆ։ Դու բա ինչ պետք է անեի, նախագահից երկրորդ ավարայրը կպահանջեի, հəbə ու չի թողի որ տաղիս կախեին։ Շեֆ, այդ կարողա դառնել շփոթել։ Հիմա հո պարսիկները հարբած փղերով չէին կռվելու մեր դեմ, համ էլ հանուն որդուդ ինչի պիտի Հայաստանն ու Պարսկաստանը պատերազմեին։ Կարողա քեզ Վարդան Մամիկոնյանի տեղն ես դրել։ Վարդան Մամիկոնյանը չգիտեմ, բայց ընձի առնվազն Սասունցի տախտի տերում տեսնում եմ։ Այդ տերում նույնիսկ ընձի նկարվելու առաջարկություններին Ամերիկա։ Լուրջ ես ասում, Յուրի ջան, բացի սպորտսմենից նաև դերասան ես, հա? Բա այդ ոնց է մենք դրա մասին չգիտեինք։ Դե խիղճ ջան, այնպես էր որ հավարի փող էր պետք Ամերիկայի, հայրենիքից հեռու։ Ասեցին երեխանց համար կինո պետք է նկարվես։ Էն էլ Սասունցի տախտի տերում։ Ասի հաբա չեմ նկարվի, մանավանդ որ այդ ժամանակ անձի իսկապես Սասունցի Դավիթ էի պատկերցնում։ Ամերիկա հայությունը սաղսպես բարիս մեջ էր, ինչ որ կասեն ռուլիտ կենեի։ Օպոզիցիա կխաղայի Հայաստանի դեմ։ Հայ դեպ օպոզիցիա ասեցի հիշեցի 2006 թվականին ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում ասում էիր, որ երբեք Հայաստանի իշխանությունների հետ չես համագործակցի ու քո նպատակը ինչ որ նախարար դառնալը չի ու այդ ամենը հեյրուրանք է։ Բա այդ ոնց եղավ, որ համաձայնեցիր։ Խիղճ ջան, ճիշտն ուրսեմ, իսկապես ես օպոզիցիա էի։ Իսկ օկտեմբերի 27-ի դեպքերից հետո Փարիզ բունիմաստով ես պես վախենայի Հայաստան գայ, ռիսկ չէ ենե։ Բա ասում էիր Սասունցի Դավիթն է, Վարդան Մամիկոնյանը։ Դու կինոյում է երեխանց համար խո դու էլ բանամ սինք մի այքեսի բան։ Յուրի ջան, բա դու ասում էիր, որ նվիրված ես Կարեն Դեմիրճյանին, հարգում ես այդ ընտանիքին ու չես ների այս իշխանություններին։ Բա այդ ոնց եղավ, որ Սերժ Սարգսյանի առաջարկ ընդունեցիր։ Եթե ճիշտ է կուզես իմանալ, խիղճ ջան, դիք Սերժ Սարգսյանի առաջարկը չէր, դիք իմ անձնական առաջարկն էր։ Պրոստը արդեն հոգնել էի Ամերիկայի օպոզիցիա խաղալուց։ Համ էլ օպոզիցիոն հիմնադրամ էի ստեղծել, այդ պատլեց ամերիկացիք էլ հետևից են ընկել։ Կուզեին իմանային, որ այդ Ամերիկա հայերի փողերը ուր կծախսեմ, ինչ կենեմ։ Ես էլ ասում եմ, դու այս այլուկներ, դու ես Յուրի Վարդանյանն եմ, հայ ժողովրդի Սասունցի Դավիթը, պոտենցիալ Վարդան Մամիկոնյանն է։ Բա չեք ամճնա, որ դենպես նա բաներ կսեք։ Այնպես որ խիղճ ջան, հոգնել էի արդեն։ Սիրտս արդեն Հայաստանը կուզեր։ Բայց Սերժին այդպես էլ սեցի որ ինձ կամ մինիմում Շիրագի մարզպետ պետք է տաս կամ էլ Հայաստանի սաղ սպորտի հետ կապված ինչ որ կա։ Բա ինքը ինչ ասեց։ Ինքն էլ ասեց սպորտն եմ տալիս, կրնաս Ծառուկյանի ախիսկաս։ Բա դու ինչ ասեցի։ Ես էլ ասի ինչ որ իրան ամեն հարգող լեննագանցի, սի ինչ եղե որ, շեֆ, եթե պետք է քուսախ ցանկությունները իրականացնեմ։ Յուրի, բայց դու ընդամենը մի քանի տարի առաջ Ամերիկայում հարցազրույցներ էիր տալիս ու Ծառուկյանին էիր կողում։ Ասում էիր Հայաստանում սպորտի զարգացման միակ հույսը ինքն է։ Բա ինչի՞ ես մտափոխվել։ Դու այ խիղճ ջան, ես չեմ մտափոխվել, անկամանքներն են փոխվել։ Ախր դու ինձ ճիշտ հասկացի խիղճ ջան, Սովետին լավ վախտերը չէ որ առանց որևէ լուրջ ինտրիգի քեզի տեղ տային։ Համի որ կուզես նպատակիդ հասնես, պետք է պարտադիր պատլեցություն ունես։ Առանց պատլեցության Հայաստանում պաշտոն չես ստանա, հատկապես հիմիկվա Հայաստանում։ Բայց ախր Յուրի ջան, քեզ այդ պաշտոնն ինչի էր պետք։ Դու օլիմպիական չեմպիոն, բազմակի աշխարհի չեմպիոն, լեգենդար մարզիկ, քեզ այդ պաշտոնը պիտի գեղեցկացներ։ Խիղճ ջան, մարդու մեծենա կփոխվի։ Հələ մենք պատկերացնենք, որ ես այդ պաշտոնը չունեի։ Տղես էլ նարկոման ու Պարսկաստանում բռնեին։ Հələ մի պատկերացրա որ ես այդ պաշտոնը չունեի, տղես էլ նարկոման։ Համի Պարսկաստան բռնեն ինչ կենեին, հաստատ կկախեն։ Իսկ համի դե
Մարդիկ հանձնեցին Հայաստանին, իրավապահ մարմիններին, մի քիչ շուխուր-մուխուր կենենք, դիա հարցը կլուծենք իշխոր լիսկայի տղուներինք։ Բայց Յուրի ջան, որդիդ որ տենց գործի վրա բռնվել է, դու պիտի հրաժարական տաս։ Խիղճ ջան, շատ միամտացած մնացիր։ Ես որ հրաժարական տամ, տղուս չեմ կրնա օգնել։ Էս երկրում ով պաշտոն չունի, դու էշի կարգավիճակում կամրե, հասկնաս կը։ Բայց ախր Յուրի ջան, Հայաստանում բոլոր նախարարները, ում տղաները վատահարքի դեպքում բռնվել էին, հրաժարականներ են տվել։ Դու հո վերին արտիցորենը չես։ Դու լսի քեզ ինչ կսեմ խիղճ, դու ես վերին արտիցորենն էլ եմ, ես ազգի Վարդան Մամիկոնյանն էլ եմ, ես ազգի Սասունցի Դավիթն էլ եմ, հասկացա՞ր ինձ։ Բայց Սասունցի Դավիթի կամ Վարդան Մամիկոնյանի տղեն խոմ նարկոման չի եղել։ Դու ինչ գիտես որ չի էլի, ամել Գալուստ Գրիգորիչը ճիշտ ասավ, եթե տղես նարկոմանա, ինչ պետք է հրաժարական տամ, իր արարքի համար թող ինքերտա պատասխան տա, ի վերջո մենք օրինական երկրում կապրենք։ Դիա, լրագիր կետեիմ ինտերնետային կայքնել ես դրանց ցավը տանիմ, նշեց որ ես ամերիկյան արժեքներով տղա եմ, պետք է դիմանամ օլիգարխների ճնշումներին ու հրաժարական չտամ։ Բայց Յուրի ջան, օլիգարխները չեն քո հրաժարականը պահանջում։ Քո հրաժարականը պահանջում է Բարգավաճը, ՀԱԿ-ը ու Ժառանգությունը։ Կարող է Զարուհի Փոստանջյանն էլ օլիգարխ։ Դու զատո ինձ Գալուստ Սահակյանը ինչ որ իսրկսենք պաշտպանի ու դաշնակցությունը։ Ես այդ տղեկի ցավը տանիմ։ Ճիշտ է, մենք Ամերիկայում իրար հետ այնպես քիչ եմ կշտվանք, բայց ես տեսա որ շատ ազիզ տղեկ են։ Կարգին լեննագանցի են, գյումրեցի են, իսկական ընդդիմադիր։ Փաստորեն Յուրա ջան, ժամանակին դու էլ էիր ընդդիմադիր, վերջին խոսքերն էիր ասում այս իշխանություններին։ Այդ ո՞նց եղավ, որ դարձար իշխանամետ։ Խիղճ ջան, դու գիտես որ ես քեզնից գաղտնիք չունեմ։ Օրը ազատի չշտեգավ լոս, դե հանդը բանկ իրար հետ մի երկու բաժական բան խմիկ, հրախի խմակ, քիչ բանմաներին ինչ որ էր, ես հասկացա որ ինքը այդքան էլ վատ տղա չէ։ Սեմ ավելին ինքը կարգին տղա է, ինքը այսօր Հայաստանն եկա ծաղկացնի, լեննագանն էլ առավել եւս։ Ծաղկեցրեց 5 տարվա ընթացքում 300,000 մարդ փախավ Հայաստանից։ Հնչի չծաղկացրեց որ, հələ պատկերացրու որ մարդիկ սպյուրք չերթային, սպյուրքը կմերներ, ինչ տարբերություն Հայաստանն է ծաղկացրել թե սպյուրքը։ Բա հիմա ինչ ես անելու, ոնց ես կառավարելու նախարարությունը, ասում են տեղակալ ես բերել մի մարդու, որին ներքին գործերի համակարգից հեռացրել էին չարաշահումների համար, բա նպատակդ ո՞րն է։ Դու սա այլուք հարցեր կուտես խիղճ, Հայաստանում առանց լուրջ մասնագետների նախարարություն չես կրնա աշխատել։ Մարդը հապշտակությունների մասնագետ է, բայց մասնագետ է, ընչի մեր ես վարչապետը օֆշորի սկանդալը կրնա մարսել, ես Հայաստանում չեմ կրնա, դու հիմարալ իրան բերել եմ որ սոված չմեռնենք։ Փաստորեն Յուրի ջան, դու օպոզիցիա ես, որովհետև պաշտոն չունեիր։ Հենց պաշտոն տվեցին, դադարեցիր օպոզիցիա լինելուց։ Նպատակը ուրեմն պաշտոնի միջոցով փող աշխատելն էր։ Որ կսեմ մի ամդացած ես, սայլուկ հարցեր կուտես։ Հəbə ես էս չեմ որ պաշտոն ստանամ ու չկրնանամ փող աշխատել։ Հəbə դու համարը նախարար դարձա։ Հո մազոխիստ չեմ ես։ Յուրի, բա քո փառքը, քո պատիվը, պատմությունը։ Դու ինձ արդեն ճիրից կներվանցնես։ Ես 3 տղա ունեմ, որից մենակ մեկն է սպորտսմենն է, երկուսն է գիտես ով են։ Հետո ծոյին պատմությունով չեմ կերծնելու։ Հենց որ դու ինձ շատ մի ներվայնացրա, ինձ մի հունիցանի, ես էլ շեֆին ասի որ պաշտոնից հրաժարական չեմ տա։ Հակառակ դեպքում կանցնեմ նորից օպոզիցիա։ Շեֆը լավ գիտի դրա մասին։ Յուրի ջան, բայց ո՞ր օպոզիցիայի շարքերը անցնես։ Հայաստանի օպոզիցիայում քեզ չեն սիրում։ Դու սոված ծարավ երկրում եկել ես նախարար ես դարձել։ Տղերքիդ կյանքը ապահովես, ով կսիրի տենց մարդուն։ Ես քո հարցերը ցպես արդեն իմ ներվերից վրա է։ Ջիրիս հենց կներվանցնես։ Ես ու Հայաստանում չպետք է եղնեմ օպոզիցիա։ Ես պետք է երթամ Ամերիկա ու դե եղնեմ օպոզիցիա։ Յուրի ջան, նրանք էլ հո էս չեն։ Նրանց էլ ես գցել։ Հա որ հարցն են այն հիմնադրամը ինչ եղավ։ Դու այ խիղճ ջան, ես շատ լավ գիտեմ որ Ամերիկային ոդս չի կրնա մտնի։ Որ մտա բռնենգանձի տապենգը, որպես քծող, բայց Սերժը հո դրա մասին չգիտի։ Այդ մարդը բանից պեխաբար մարդ է, իր համար ես հələ լեգենդ եմ ու քանի լեգենդ եմ, ես իրան պետք եմ։ Ու քանի ես իրան պետք եմ, ես երկրից իշքան պետք կրնանամ, պետք կտեմ։ Բա հո նարկոման տղա պահելը հեշտ բան չէ, Ազիզ ջան։ Փաստորեն դու ուզում ես գցես մի մարդու, ով սովորաբար ինքն է հա գցում ուրիշներին։ Սատանի մայլում քանդրբազություն ես, հա ուզում անես։ Դու ես հեշտ բաներ չեմ ուզենել, ամեն ինչից էլ հոգնել եմ։ Ուզում եմ պաշտոն ու փող։ Շեֆին էլ վերջնագիր եմ ներկայացել։ Հենց ինձ սպորտի նախարարից զրգիր, բադի Գյումրու քաղաքապետ տաս։ Բայց Յուրի ջան, ախր այդ ընտրովի պաշտոնը։ Դե ուրեմն էս բան թո են է, դու ինձ Շիրակի մարզպետ տա, դիգել հո նշանակովի է։ Ախր այ Յուրի ջան, գյումրեցիները քեզնից զզվում են։ 90 թվականից փախար, Գյումրիի համար ոչ մի բան չարեցիր։ Դու ինչ է,
Կուզեք ինձ Շիրագի մարզել չտաք։ Լավ է, ես մի ադամ Արտաշես Գեղարմանի չափել չկամ, որ պատգամավորի պաշտոն ստանամ։ Այ քեզի բան։ Այ Յուրի ջան, բայց Սերժը հատուկ քո համար, խոմ հատուկ խորհրդարանական ընտրություններ չի անցկացնելու։ Հենա Ռաֆի համար չանցկացրեց, ինչի պետքա քո համար անցկացնի։ Դու Խիղճ ջան, դու հասկանաս որ ես լեգենդ եմ, իսկ լեգենդն առանց պաշտոնի ու փողի չի լինի։ Ամերիկայի ճամպիոն էլ փագ է։ Անձի Սերժը չի կրնա հանձնել, քանի որ ես իրան ավարայր կսարքեմ։ Բանուր առաջարկում է իր ավարայրը պարսիկների դեմ անել, հիմա է Սերժի դեմ ես ուզում անել։ Դու մեռնիմ գլխոց Խիղճ ջան, դու ինձ ճիշտ հասկացի։ Ես հոգնած մարդ եմ, ոչ մեկին վատություն չեմ երել ու չեմ էլ ուզել ենեմ։ Հենց մենակ պետք է պաշտոն ու փող։ Շուտ դժվար է հասկանալ, չէ՞ ջոգի։ Դրա դիմաց պատրաստ եմ ցանկացած պոդլիության, բայց որ ինձ չբավարարեք, այդ ժամանակ դուք տեսեք թե պոդլիությունը ինչ եղկերնի։ Հենց որ ինձ մի ճղայնացրեք, ինձ մի հերսոտացրեք։ Ես առանց դել Աստծո կողմից պատժված եմ։ Հենց որ մի ադամ շուտ որոշում կայացրեք, որ սա հանգիստ կարանանք ապրենք։ Բայց իմացեք, որ ես բավարարված չեղա, քարաքարին չեմ թողի, տեյդա կքանդեմ, հասկացաք ինձ Խիղճ ջան։ Այնպես որ ինձ քո բարյա խրադական ասպես ճառերը դուրսպես փարտեզգան զեյչել պետք չէ։ Ինձ մի ներվայնացրու, թող հանգիստ գնամ կալոխս տանեմ բարձին։ Վաղը դժվար գործ ունիմ։ Տղուս պետքա անպայման ազատեմ։ Լիսկայից էլ ոչնչով պակաս չեմ։ Հենց որ հաջողություն քեզ Խիղճ ջան։ Հաջողություն Յուրի ջան, հաջողություն, ափսոս էիր, կարգին լեգենդ էիր, դարձար շարքային պատլեց, հիրավի սա իսկական ողբերգություն է քեզ համար։ Դու դեռ հադդ քաշի։